Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պատմաբան Բագրատ Եսայանի հետ։ Պարոն Եսայան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Եսայան, բնականաբար մեր զրույցը պետք է սկսենք քաղաքական վերջերս տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից։ Վաղաշաբաթում տեղի ունեցան ընտրություններ, որոնք որպես այդպիսին ընդդիմադիր շրջանակները կասկածի տակ չդրեցին, իհարկե այնտեղ ընտրախախտումների մասին բարձրաձայնվեցին, բայց որպես այդպիսին ոչ վիճարկվեցին, ոչ կասկածի տակ դրվեցին ընտրությունները եւ իշխող ուժը բավականին բարձր ձայներով փաստորեն այնտեղ միանձնյա իշխանություն է ձևավորել։ Ի վերջո, պարոն Եսայան, սա ժողովրդի քվեներ տված իշխանությանը, թե ընդհակառակը դիմադիրների պարտություններ ու անվստահության արտահայտումը նրանց նկատմամբ։ Նախ կուզեի մի բան մատնանշել, սա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որը ինչքան էլ քաղաքականացվեց, փորձ արվեց քաղաքականացնել, միևնույնն է ժողովրդի ուղեղում սա էջմիածնի համայնքի ղեկավարի ընտրություններ եւ այստեղ բոլորովին այլ մեխանիզմներ են աշխատում, բոլորովին այլ ակնկալիքներ ունի ժողովուրդը քվեարկության գնալուց։ Ցավոք սրտի, ես ասացի քաղաքականացնել, այդպես էլ ընդդիմությունը չկարողացավ մինչև վերջ քաղաքականացնել եւ դրա ապացույցը մասնակցության տոկոսն է, որը չնայած ավելի բարձր է, քան նախորդ ընտրություններում, բայց դեռևս 40-45%-ի շրջակայքում է, կարծում 41%։ Սա նշանակում է մի բան էլ մատնանշեմ, խոշորացված համայնքում, այսինքն էջմիածին ոսկեհատ բնակավայրերը խոշորացվեցին Խոյ համայնքի հաշվին, եւ եթե թվերը նայենք, Էջմիածնում ընդդիմադիրներ ավելի շատ չէ, մոտավորապես համադրելի ձայներ էին հավաքել, ինչ որ իշխանության ներկայացուցիչը, բայց Էջմիածին քաղաքում մասնակցության տոկոսը բավականին ցածր էր։ Այսինքն եթե համեմատենք գյուղերի ընտրության հետ, Էջմիածնում 35-ից 41-42%-ի շրջակայքում էր մասնակցության թիվը, իսկ գյուղերում շատ ավելի բարձր, նույնիսկ մինչև 60%։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը այստեղ հիմա ստիպված եմ նաև ցավալի բաներ ասել, չկարողացավ առաջինը пассив ընտրողին, այսինքն այն ընտրողին, որը հիասթափված է ամեն ինչից, դուրս բերել տնից եւ բերել քվեատեղամաս։ Սա չհաջողվեց անել։ Մանավանդ Էջմիածնում, որտեղ մասնակցությունը նորից կրկնեմ բավականին ցածր տոկոսի վրա էր։ Այսինքն ընտրողը մնաց տանը, շարունակեց այդ մտածելակերպը, բոլորն էլ նույնն են, ով էլ գան նույնն է լինելու, այստեղ աշխատեց նաև նախկիններ ներկաներ այս խոսույթը, որը այսպես թե այնպես ներմուծվեց ընտրարշավի մեջ իշխանության կողմից։ Եվ բնականաբար ընդդիմադիր 2 կամ 3 դաշինքները չկարողացան հակազդել նաև իշխանական վարչական լծակին, որը ինչքան էլ մինչև քոքը մաշացնենք, այդ քոքը մոտավորապես 20-22% է։ Պարոն Եսայան, նաև այսպես էր, հա, իշխանությունները այսպեսի հակադարձում են ներկայացնում, ասում են, տեսեք, ընդդիմադիրները խուսափում են իրենց դեմքով հանդես գալ։ Մենք ներկայանում ենք մեր դեմքով, բայց ընդդիմադիրները թեև փոխկապակցված ուժեր են, բայց իրենց դեմքով չեն ներկայանում, խուսափում են հանրության։ Այդպես էլ չի, որ իրենք իրենց դեմքով էին։ Նիկոլ Փաշինյան անունով անձնավորությունը Էջմիածնում չերևաց ընդհանրապես, որովհետև բոլորի համար ակնհայտ է եւ Գյումրի օրինակը ցույց է տալիս, որ այդ տոքսիկ անձնավորությունը, որտեղ որ հայտնվում է իր դեմքով, այնտեղ իր կողմնակիցները ձախողում են։ Այստեղ շատ ավելի նուրբ խաղաց իշխանությունը Նիկոլ Փաշինյանի դեմքով նա չեկավ Էջմիածին նախընտրական շրջանում։ Եվ այստեղ աշխատեցին, այսպես ասենք, ընտանեկան, տոհմային, անհատական հարաբերությունները եւ Արգիշտին Մեխակյան իր հոր նաեւ անվան համայնքում պետք է ընդունենք, որ նա ունի իր զանգվածը։ Այո, հենց այդ է խնդիրը։ Այսինքն իշխանությունը հիմա ընդդիմությանը մեղադրում է, որ իր դեմքով չեն ներկայացել, ընդդիմության առաջնորդները չեն եկել առաջին պլան, բայց իրենք էլ չեն եկել առաջին պլան։ Իրենք սեղանի տակից
օգտագործել են ամբողջ 100%-ով վարչական լծակը եւ այս նրանց մաքսիմումն է 20-25%-ը ամբողջ ընտրողների, իսկ Արգիշտին Մեխակյանն ընտրվել է 21%-ով։ Ամբողջ վարչական լծակը 15%-ի սահմաններում է, մնացածը անհատական ձայներ են։ Բա Եսայան, շատերը ընտրություններից առաջ շաբաթի մեջ ընտրությունները իրենց աչքի առաջ ունեին Գյումրի օրինակը, Փարաքարի ու թվում էր, որ որքան էլ իշխանություններին հաջողվի թեկուզ լծակի միջոցով ձայներ հավաքել, բայց ընդդիմադիրներին կհաջողվի միավորվել ու էլի կրկնել Գյումրի օրինակը։ Այ ինչու ձախողեցին այս դեպքում։ Թեկնածուներ խնդիրը որտեղ սայթաքեցին։ Նայեք, ես նախ եւ առաջ իսկապես ուզում եմ այդ երկու ուժին հաղթանակ դաշինքին եւ Մայր Հայաստանին շնորհավորել, որովհետեւ իրենք աշխատեցին իրենց ուժերի 100%-ի սահմաններում եւ այն տոկոսը, որ բերել է Սևակ Խաչատրյանը, հաղթանակ դաշինքը, կարծում եմ տպավորող տոկոսներ են 31%-ից ավել ձայները մասնակիցների։ Նորից կրկնեմ, չի հաջողվել այս իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին բերել քվեատեղամաս։ Հիմա այստեղ հարցը հետեւյալն է. երբ որ դու աշխատում ես իշխանության եւ նրա ղեկավարի վարկանիշի իջեցման վրա, դա մեխանիկորեն չի նշանակում քո վարկանիշի բարձրացում։ Այսինքն հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը իջել է պատմական մինիմումին, բայց դա չի նշանակում, որ ընդդիմադիրների վարկանիշը բարձրացել է։ Այ երբ որ ընդդիմությունը կհասկանա, որ իր խնդիրը ոչ միայն իշխանության այս տիպի ղեկավարի, այսքան չարիք պարտություն բերած ղեկավարի վարկանիշի իջեցումն է, այլ իր վարկանիշի բարձրացումը, այն ժամանակ մենք կարող ենք խոսել ինչ-որ հնարավորությունների մասին։ Բայց շատ պարզ բանաձև կա, հա, ով պետք է ասի դա, ինչ պետք է ասի ընդդիմադիր ուժը եւ ինչպես պետք է ասի ընդդիմադիր ուժը։ Հիմա եկեք հասկանանք, քաղաքական դաշտը կարծես 6 ամիս առաջ ընտրություններից հստակեցել է եւ իրենց քաղաքական ամբիցիաների մասին հայտարարել են քաղաքական ուժերը, որոնք համարյա նույնն են, մեկ բացառությամբ մեր ձևով շարժումն ավելացել, որը իմիջիայլոց չմասնակցեց Էջմիածնի ընտրություններին։ Եվ դա են ասում, որ հիմնական քաղաքական դերակատարները այս ընտրություններում пассив են, չմասնակցին ու դա եւս հետևանքում եղավ։ Այո։ Իսկ շատ ուժեր ընդհակառակը փոշիացրեցին այդ ձայները։ Նայեք, փոշիացնելը ես այդքան մեծ չեմ համարում, որովհետեւ նույն ընդդիմադիր ուժերի մեջ եթե կային փոշիացնողներ կային մյուս կողմից էլ, այսինքն նույն հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը կամ ազատ դեմոկրատները կամ չեմ անում ելով էր մասնակցում, իրենք էլ փոշիացրեցին եւ չանցան։ Վերջին հաշվով այս բոլոր ընտրությունների ժամանակ էլ այդ փոշիացումը լինում են մասնակից ուժեր, որոնք չեն անցնում ավականի կամ ազգային ժողով եւ նրանց ձայները բաշխվում են մեծամասնություն հավաքած ուժերի ձայների միջև։ Այստեղ նորից վերադառնալով թե բանաձևը ինչն է, ով պետք է ասի, ով պետք է խոսի հասարակության հետ, ինչ պետք է ասի հասարակությանը եւ ինչպես պետք է ասի հասարակությանը, այս 3 հարցերը մնում են կրիտիկական 2026 թվի ընտրությունների հաջողության կամ անհաջողության տրամաբանության մեջ։ Հիմա նայեք, այն մեթոդը ես ով պետք է ասին, կարծես ասեցինք, ովքեր են դերակատարները, միակ ուժը մեր ձևովն է, որ չմասնակցեց, չի մասնակցել նաև հանրապետական կուսակցությունը կամ պատիվ ունեմ դաշինքի առնվազն հանրապետական թևը։ Հայրենիք կուսակցությունը մասնակցել է։ Հաջորդը ինչ պետք է ասել ժողովրդին։ Այստեղ նորից մենք վերադառնում ենք խոսույթին ընդդիմության, որը ռեակցիոն է, որը արձագանք է Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտ բերած նարատիվներին, օրակարգերին եւ խոսույթին։ Ընդդիմադիր ուժերը կարծես չեն խոսում, թե ինչ ապագա են պատկերացնում
Հայաստանի հետ Նիկոլյան Հայաստանի համար։ Սա շատ կարևոր է։ Եվ երրորդը ինչպես պետք է խոսի։ Գիտեք, այսօր ես ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մի շարք քաղաքական ուժեր կարծես նշաններ ցույց են տալիս հասարակության հետ ուղիղ կոմունիկացիայի, որովհետև շատ հաճախ այդ կոմունիկացիան երբ որ լինում է ասուլիսների միջոցով, լինում է հեռուստաելույթի միջոցով, սա ռեալ նախընտրական աշխատանք չի, մինչև դու չգնաս, մարդկանց հետ չխոսես, երեսի չխոսես, երբեմն առանց հեռուստատեսախցիկի, երբեմն առանց ֆոտոկամերայի, մինչև չգնաս նրանց հետ իրենց տանը, իրենց գյուղում չնստես, չխոսես, որևէ հաջողության երաշխիք կամ ոնց ասենք, նախանշան դու չես կարողանում ստեղծել։ Պարոն Եսայան, խոսույթի հետ կապված ձեր թույլտվությամբ բանել, եկեք այսպես, եթե բաց խոսենք, այսօր այն քաղաքացին, թեկուզ նույն վաղաշաբաթին, ով որ առօրյա իր խնդիրներով է զբաղված, մտածում է իր հացը վաստակելու մասին, երբ որ օրինակ ընդդիմադիր շրջանակները խոսում են Հայաստանի սահմաններ, սահմանադրություն, Արցախ, սա նրան այդքան չի, սրտին չի դիպչում, չի ստիպում նրան, որ գնա օրինակ ընտրա տեղամասնույն։ Ավելի շատ սոցիալական խնդիրներ են այն հարցերը, որոնք հենց իր կոնկրետ առօրյային են վերաբերվում։ Իսկ եթե մենք նկատենք, օրինակ իշխող ուժը հենց այդ լարերի վրա է, խաղում ի տարբերություն ընդդիմադիրների։ Օրինակ նույն ճանապարհների նորոգում, մթերք, գներ, դրա ի տարբերություն մյուս շրջանակի։ Շատ ավելի խոր տեղ է տանում ձեր հարցը, որովհետև մենք ցավոք սրտի նախորդ 35 տարիներին անկախության բոլոր նախագահների օրոք եւ բոլոր իշխանությունների օրոք քաղաքական ուժերի նաեւ հայացքի ներքո մենք դաստիարակել ենք սպառող հասարակություն։ Մենք դաստիարակել ենք նյութապաշտ մերկանտիլ հասարակություն, որը առաջնորդվում է առաջին հերթին ստամոքսով, սառնարանը կբացես, եթե լիքը եղավ, ուրեմն լավ է քո կյանքը, Բայց քաղաքացին էլ ինձ թվում է այն քաղաքացին, որ իր առօրյա խնդիրների մեջ այսպես խնված է իրանել, այսպես մեղադրել որպես այդպեսին։ Ես հասարակությանը, ես մարդուն չեմ մեղադրում։ Ես հիմա խոսում եմ այն արժեհամակարգի մասին, որով դաստիարակվել է մեր հասարակությունը նախորդ 35 տարիներին 1990 թվականից հետո մինչև 2025 թվականը այս պահը ներշնչվել է մեր հասարակությանը, որ ամենակարևոր արժեքը դա մատերիան է, դա նյութականն է։ Նյութականն էլ վերաբերվում է կամ ուտելիքի, կամ ապրելու պայմանների։ Այս նյութապաշտությունը, եթե մենք նայենք գաղափարականացված հասարակություններին, կտեսնենք, որ նրանց մոտ, երբ որ խոսում են ազգային արժեքների, հոգևոր արժեքների, եկեղեցու, լեզվի, պետության, երբ որ խոսում ենք այս հասկացությունների մասին, ամեն մեկը ինչ-որ մի բան պատկերացնում է։ Ցավոք սրտի հայ հասարակությունը այստեղ պատկերացնում է միայն նյութական արժեքները։ Այդ է պատճառը, որ հիմա այս հարձակման, համատարած հարձակման դեպքում եկեղեցու դեմ, ազգային արժեքների դեմ, պետության ու պետականության սահմանների դեմ մարդը ասում է մեր գյուղի մի դռան առաջ ասֆալտ են արել։ Սա հասկանում եք ինչ ողբերգություն է, եւ սա Նիկոլի բերած ողբերգությունը չի, սա մեր բոլորի բերած ողբերգությունն է, որովհետև 90 թվականից հետո, 90-ից առաջ, երբ որ Նիկոլը խոսում է սովետական հայրենասիրությունից, սովետական տիպի հայրենասիրությունից, խորհրդային միությունում այո հայրենասիրությունը դաստիարակվում էր։ Այո հայկական հայրենասիրությունն էլ էր դաստիարակվում, բացի սովետական հայրենասիրությունից։ Եվ այդ հայրենասիրությունը կար որոշակի արժեքներ կար, որ հասարակությունը հավատում էր։ Իհարկե որոշ բաներ շեղվել էին, պետությունը փլվեց հենց նրա համար, որ իր էլիտան, իր քարոզած արժեքներով չէր ապրում, բայց այդ արժեքներով հասարակությանը փորձ էին անում համենայն դեպս դաստիարակել։ Բա ինչ փոխվեց, պարոն Եսայան, հիմա։ Անկախությունից հետո ասվեց, որ ամենակարևորը փող աշխատելն է, ամենակարևորը նյութապես ապահովելն է, ամենակարևորը սառնանը բացել ուտելիք տեսնելն է, ամենակարևորը փողոցում ասֆալտ կլինի, լույս կլինի, թե չի լինի, եւ Արցախյան պատերազմը դրա համար հիմա Արցախի մասին խոսում ես,
որոշ զանգված կա ցավոք սրտի հայ ժողովուրդ կոչվող ամբողջականության մեջ, որ ատելությամբ է խոսում Արցախի մասին։ Պարոն Եսայան, դուք խոսում եք սովետական այդ հայրենասիրության մասին, բայց մենք մի փոքր ավելի առաջ գանք, մենք հիշում ենք, որ քառորդյա պատերազմի ժամանակ, երբ որ տարածքային թեկուզ ոչ այդքան մեծ թվով կորստներ եղան, ինչ ծանր հա մեր ժողովուրդը արձագանքեք շատ ավելի ծանր տարավ, ավելի նրբազգաց էր այն, ինչ վերաբերվում էր հայրենիքին, այդ ազգային արժեքներին, բայց տեսնում եք, որ այս 44 օրյա դեպքում լրիվ այլ է ու ժամանակատվածը այդքան էլ երկար չէ, հա։ Նայեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, 44 օրյայից մինչև 44 օրյան, 4 օրյա քառորդյայից մինչև 44 օրյան շատ մեծ տարբերություն չի ժամանակային իմաստով, բայց շատ բան է փոխվել։ Առաջինը փոխվել էր իշխանությունը, որը Արցախի հանդեպ կեղծ հայրենասիրական ելույթներով բերեց պատերազմի։ Այսինքն կապվեց ժողովրդի ուղեղի մեջ, կապվեց Արցախ, պատերազմ ու կորուստներ, այս բաները, նարատիվները շղթայեցին իրար եւ անբաժան հանդես եկան։ Այսինքն հենց որ խոսում ես Արցախի մասին, մարդիկ մտածում են ոչ թե արցախյան հաղթանակների մասին, այլ Արցախի սարսափելի պարտության մասին եւ 5000-ից ավել կորուստ, տասնյակ հազարից ավել վիրավորների մասին։ Այսինքն այդ վախը, որ հայրենասեր լինելը կբերի պատերազմի, կբերի կորուստների, անընդհատ իշխանության կողմից ներարկվում էր։ Ի տարբերություն 44 օրյայից հետո, քառորդյայից հետո ամբողջ հասարակությունը ներառյալ այս իշխանությունը, որ այն ժամանակ ընդդիմություն էր, նրանք էլ էին փորձում շահարկել այդ 800 հեկտար կորուստը։ Նույն Նիկոլ Փաշինյանը, այո, ինչ էր ասում, Ալեն Սիմոնյանը, այսօրվա բանը, հա, Ազատ մամուլի հետապնդող հիմնական անձնավորությունը, ինչեր էր խոսում, գնում էր, նկարվում էր, նուռ էր վերցնում, Աղդամը մեր հայրենիքն է եւ այլն եւ այլն։ Այսօր այդ նույն մարդիկ հանդես են գալիս, այ այդ Արցախը դա կորուստ է, Արցախը դա պատերազմ է, Արցախը դա զոհեր է։ Թոք է։ Արցախը թոք է վերջի վերջո։ Այսինքն այս նարատիվով են նրանք հիմնականում հանդես գալիս։ Իսկ այն ժամանակվա իշխանությունը չէր կարող 180 աստիճան փոխել, ասել, չէ, մենք տես չենք, Արցախին տես չենք։ Օբյեկտիվորեն չէր կարող, որովհետև ինքը արցախյան պայքարով էր նաև եկել իշխանության։ Հիմա չխորանանք այլ պատճառների մեջ, այդ 44 օրյայի ամբողջ ընթացքը պարտությունը կանխամտածված պարտություններ, դիտավորյալ պարտության էր տարվում Հայաստանը, թե չէ, սրա մասին երևի թե ամենահարմարը կլինի խոսել իշխանափոխությունից հետո, երբ որ կլինեն փաստեր, բայց այն ինչ որ կա, ինձ վստահություն է ներշնչվում, որ սա պայմանավորված պատերազմ էր, պայմանավորված արյունալի պատերազմ էր, պայմանավորված կորուստի պատերազմ էր ի սկզբանե։ Պարոն Եսայան, եւս մեկ հատ վաղաշաբաթի հետ կապված, մենք տեսնում ենք, որ իշխանությունները, ինչպես եւ սպասվում էր, հա, վաղաշաբաթի ընտրությունների արդյունքները պրոյեկտում են եկեղեցու դեմ այս արշավի վրա։ Այս Նիկոլ Փաշինյանն էր, թեև սա սպասելի էր, հա, ասում է, որ դուք եւս մեկ անգամ մեզ մանդատ տվեցիք, որ եկեղեցին ազատագրենք, այդպես կաթողիկոսից, ինչպես մենք։ Հերթական ապուշությունը ժողովուրդը հետ գիտակցումով է գնացել։ Իհարկե ոչ։ Դա հերթական ապուշությունն է, որ նետվում է դաշտ, քննարկման համար նետվում է դաշտ, իսկ այն ինչ որ ասում է այդ անձնավորությունը, որի անունը տվեցիք, ես վստահեցնում եմ ձեզ։ Սա իր բերած նարատիվը չի, սա իր բերած օրակարգը չի, սա այլ կենտրոններից թելադրվող պլանավորված օրակարգ է։ Ես բավականին ուշադիր հետևում եմ, թե ինչ է կատարվում հետ խորհրդային մի քանի երկրներում եւ ինչ էր փորձ արվում անել Վրաստանում, ակնհայտ է, որ նույն սցենարով է այս ամեն ինչը, նույնիսկ նույն նարատիվներով են խոսում Մայա Սանդուն, Վլադիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, նույն նարատիվներով էր խոսում Վրաստանի ընդդիմությունը եւ պատահական չի, երբ որ ասում եք որ կենտրոններից ակնհայտ է եվրոպական աշխարհաքաղաքական կենտրոնը, որը այլևս այդպեսին կարծես դառնալուց
արդեն մի քայլ ետ է քաշվել, որովհետև երկրորդ պլանամղվել, բայց այնուամենայնիվ իր վերջին ազդեցությունը փորձում է պահել այս երկրների վրա, ստիպելով Ուկրաինային շարունակել պատերազմը, չնայած ակնհայտ է, որ 100,000-ավոր կորուստներից հետո Ուկրաինան չի կարողանալու վերականգնվել, ուղղակի չի կարողանալու որպես երկիր, որպես պետականություն վերականգնվել։ Նույն նարատիվներով շարժվում է Մայա Սանդուն, նույն հակաեկեղեցական պայքարը, նույն եկեղեցիների գրավումը, նույն հոգևորականների ձերբակալումը, ինչ որ Ուկրաինայի մի միջայլոց։ Նույն բանը անում է, որ մենք շատ ենք սիրում ասել, մենք առաջին ազգն ենք, ով քրիստոնեություն ընդունել, այդքան հեշտ եղավ այստեղ ազդեցություն ունենալ, թեկուզ նույն ձեր նշած կենտրոններին։ Այո, շատ հեշտ է հասարակություններին, մանավանդ ոչ երկար պատմություն, պետականության պատմություն ունեցող հասարակություններին շատ հեշտ է հիմարացնել։ Շատ հեշտ է հիմարացնել։ Նույն եվրոպական հասարակությունները մեծ մասը այսօր հիմարացման process-ի մեջ են։ Նայեք ինչ է կատարվում Եվրոպայում եւ ուղղակի ակնհայտ կլինի, որ ֆրանսիական հասարակությունը այսօր ինչ արժեքների է փորձում հետևել եւ ակնհայտ կլինի, թե ինչ քաղաքականություն է վարում Ֆրանսիան։ Նայեք ինչ արժեքների է փորձում հետևել Մեծ Բրիտանիան, ինչ է անում Մեծ Բրիտանիան եւ ակնհայտ է ինքը ինչ է ուզում անի այս տարածաշրջանում։ Սրանք շատ ավելի խոր process-ներ են, քան Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հանգարց վաղար շաբաթի ընտրություններով ասեց, բանը, ես մանդատ ստացա վեհարանը վեհից ազատելու։ Բայց ուզենք, իրենք դա անդադ օգտագործել։ Իրենք դա օգտագործելու են, սա չի աշխատելու։ Վստահեցնում եմ ձեզ, որ չի աշխատելու։ Այսինքն այդ հիմարությունը, որ մեջտեղ է գցվում, որից որ ես այս ընտրություններով մանդատ ստացա վեհապարի դեմ ինչ որ քայլեր ձեռնարկելու, այս ապուշությունը չի աշխատելու։ Դուք ասում եք չի աշխատելու, բայց մենք տեսնում ենք, որ օր-օրի ավելանում են այն քահանաների թիվը, ովքեր իրենց աջակցություն, անգամ եթե իրենց հանրավակ հորտնեցին վաղար շաբաթում, ու այս թիվը մեծանում է քահանաների գնալով։ Նայեք, մարդկային թուլությունը երբեմն սահման չունի։ Հակաեկեղեցական շարժումը նոր բան չի, գլոբալիզմը նոր բան չի։ Ես ուզում եմ շատ բարձ հասկանանք, որ ընդհանրապես աշխարհում գլոբալիզմ, թե ազգային արժեքներով պետություններ, ազգային պետությունների կառուցում, այս երկու ուղղությունները միշտ հակամարտության մեջ են եղել։ Սկսած 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբից։ Առաջին գլոբալիստները եղել են բոլշևիկները։ Իրենց պերմանենտ ամբողջ աշխարհում կոմունիզմի կառուցման իրենց թեզով։ Եվ այն ժամանակ նույն բաններ, ինչ տարբերություն հայ կլինի, թուրք կլինի, թուրքերը մեր եղբայրներն են, նույն նարատիվով եկան, նույն եկեղեցու դեմ պայքարներ։ Այսինքն այս գլոբալիզմի եւ ազգային պետության ու պետականության միջև գաղափարական պայքարը Նիկոլով չի սկսվել, ոչ էլ Նիկոլով կվերջանա։ Այս ամեն ինչը ունի իր կենտրոնները, որոնք սնվում են, սենց ասենք, տարբեր ֆինանսական աղբյուրներից եւ համադրում են իրենց գործունեությունը ոչ միայն Հայաստանում իդեմս ԿՊ-ի, այլև ամբողջ աշխարհում ցանց է ստեղծված, որոնք նույն կենտրոնի հետ համագործակցում են։ Վստահեցնում եմ ձեզ, լինելով քաղաքական դավաճաններ, սրանց մեջ ԿՊ-ի մեջ կան գաղափարական գլոբալիստներ, սրանք ամենավտանգավորն են, որոնց համար Հայաստանը որպես պետություն, որպես էթնիկ ամբողջության, հայերի ինքնակազմակերպման բարձրագույն ձև Հայաստանի Հանրապետությունը իրենց համար որևէ արժեք չի ներկայացնում։ Իսկ ձեր նշած այդ ազգայինի ու պետականի ու գլոբալիստների հակառակ ճամբարի պայքարը ի վերջո ո՞նց է գնալու, ո՞նց է այդ հակազդեցությունը լինելու։ Նայեք, այսօր շատ հետաքրքիր գլոբալիզմի առաջնորդող կենտրոններից Վաշինգտոնում ազգային պահպանողական իշխանություն ձևավորվեց։ Թրամփի իշխանության գալը իրականում խոշորագույն հարված էր համաշխարհային գլոբալիզմին։ Այսօր գլոբալիզմի պայքարի կենտրոնը տեղափոխվել է Եվրոպա, տեղափոխվել է Լոնդոն, Մեծ Բրիտանիա, որը առաջնորդող դերն է փորձում ստանձնել, ինքը դուրս մնալով, նորից առաջին պլան մղելով Ֆրանսիային եւ Գերմանիային, ինչպես եղել է, որ պատմաբան կվկայի, որ ես սուտ չեմ խոսում։
ամբողջ պատմության ընթացքում 18-րդ դարից սկսած, երբ որ ձևավորվեց բրիտանական կայսրությունը, այս քաղաքական գիծը պահպանվել է։ Նրանք դեմ են տվել Եվրոպային, Եվրոպայում անընդհատ պատերազմներ են եղել, Բրիտանիան միշտ դուրս է եղել այդ պատերազմներից։ Հիմա շարունակվում է նույնը։ Բրիտանիան գլխավորում է այսօր գլոբալիզմի շարժումը եւ փորձ է անում տարբեր sense իր մետաստազներով, տարբեր երկրներում իշխանության բերած իր դրածոներով փորձ է անում խաղաքարտերը դասավորել խաղացեղանի վրա։ Հայաստանը նորից եմ կրկնում, կույր հետևողն է այդ խաղի։ Հո պատահական չեն այն բոլոր նարատիվները, որ Նիկոլ Փաշինյանը այսօր նետում է հասարակության մեջ։ Ձեր ասածից ասում է, որ ոչ թե Հայաստանը ձեր նշած խաղում մասնակից է, այլ ընդհանրապես հետևող, այդպես է ստացվում։ Հայաստանը խաղացեղանի վրա ընդհանրապես զոհի կարգավիճակով է, որովհետև բրիտանական խաղի մեջ, այդ մեծ խաղի մեջ, որ հիմնականում ընթանում է բրիտանական նախկին կայսրության կենտրոն այսօրվա Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի ռուսական կայսրության հետևորդ Ռուսաստանի Ֆեդերացիայի միջև այդ մեծ խաղի մեծ հակամարտության մեջ մենք ընդհանրապես ունենք զոհի կարգավիճակ, որին ուսին թփթփացնում են կարգավիճակից դուրս գալու։ Միակ ձևը գնալ Վրաստանի ճանապարհով, ձևավորել արժանապատիվ ազգային նկարագիր ունեցող սոլիդ իշխանություն, որը կգիտակցի, որ ինքը չպետք է մանրադրամ դառնա այս համաշխարհային խաղերում։ Իսկ դուք այսօր քաղաքական դաշտում տեսնում եք այդպիսի ուժեր։ Քանի որ այսպիսի բաժանում է գնում, հա, օրինակ ասում են մի հանրության արձագանքը այսպիսին է, որ քաղաքական ուժերի մի մասը ռուսամետ է, մի մասը արևմտյան։ Նորից։ Ու որպես ազգային ուժ այդպիսի նորից մի նարատիվ, որը հրապարակ է նետվում ընդամենը ժողովրդին պասիվացնելու համար, որովհետև այսօր սոցիալական ցանցերը որ նայեք, ով որ քիչ թե շատ հոդաբաշխ խոսք է ասում, ոհմակի նման հարձակվում են վրան, ասելով Կրեմլի ագենտ, ռուսական գործակալ, չեմ անում ինչ ապուշություններ։ Այսինքն, երբ որ դու խոսում ես ազգայինից, դու խոսում ես արժանապատվությունից, դու խոսում ես քո ինքնուրույնությունից, քո գործոն դառնալու հնարավորությունից, իրենք ասում են դու նորից ուզում ես Մոսկվան բերել Հայաստան, Հայաստանը տանել դեպի Մոսկվա։ Այսինքն նման հիմարություններ նույն բանը հիմա հայ հասարակության մեջ հարց տուր Վրաստանի իշխանությունը ինչպիսի իշխանությունն է, կեսը կասի, բանը ռուսամետը, Մոսկվայի գործակալներ են, կեսը կասի, բան են, հակաարևմտյան են, եթե չասի ռուսական գործակալ։ Մարդիկ, ովքեր իսկապես գիտակցում են, որ Վրաստանը ընտրել է ազգային արժանապատվության, ազգային շահի վրա հիմնված պետականություն կառուցելու ճանապարհը, շատ քչերն են, որ այս ուղղությամբ մտածում են։ Այս կեղծ նարատիվը օգտագործվելու է իմիջիալոց նաև 26 թվականի ընտրություններում, ով որ մեր դեմա նա Ռուսաստանի գործակալա, Կրեմլի գործակալա, առաջին, նա բանա, ինչա, նախկինա Թալանչիա, նա խաղաղության դեմ է։ Այս երեքը Թալանչին այլևս բան եսան չի ասում, հիմա ասում են խաղաղության եւ ոչ խաղաղության կողմնակից։ Էլի եմ ասում Ռուսաստանի գործակալ, նախկին Թալանչի եւ պատերազմի կողմնակից։ Այս երեք նարատիվներն են մնացել ՔՊ-ի զինապահեստում։ Պարոն Եսայան, բնականաբար ձեզ հետ չենք կարող չզրուցել նաև թե ինչ է կատարվում այսօր հայկական լրատվադաշտում, հա, թվում էր թե որպես լրագրող Նիկոլ Փաշինյանը պետք է ավելի այսպես ազատություն տալ լրագրողներին, պետք է Հայաստանում ազատ խոսքը խրախուսվի, բայց մենք արդեն տեսնում ենք նույն օրինակ ամենաթարմ հենց վաղաշաբաթ ընտրությունների ընդդիմությանը քննադատելուն զուգահեռ մամուլի անուններ են նշում, ասում են մենք հաղթեցինք, ես հիմա չեմ ցանկանում անուններ նշել ու լրատվամոջոցի անուններ են նշում։ Ու մեծ թիրախավորումը, հա, տեսնում ենք, որ գնալով նոր թափ է ստանում։ Նայեք, այն ակնկալիքը, որ Նիկոլ Փաշինյանը լրագրող էր,
եւ նա պետք է պաշտպաներ զանգվածային լրատվամիջոցների Առասը ԿՊ-ում լրագրողները շատ են։ Որպես այդպեսին։ Նայեք, ԿՊ-ի բոլոր քայլերը հաշվարկված քայլեր են։ Այս իշխանության բոլոր քայլերը հետևողական նպատակաուղղված քայլեր են։ Դեռևս ոչ մի բան չէր կատարվել, դեռևս պատերազմ չկար, սկսվեց մամուլի ազատության, ազատ գործունեության Ձվերով հարձակում լրատվամիջոցներ։ Այդ ամեն ինչը կարող ենք հիշել նաև ներխուժում խմբագրություններ, նախկինների բան սպասարկող լրատվամիջոցները, թշնամի լրատվամիջոցներ են եւ այլն եւ այլն։ Այսինքն այս թշնամությունը հիշեք, դաշտ է նետվել, օրակարգ է բերվել 18 թվականի սեպտեմբերից, ընդամենը նոր իշխանության ձևավորումից, սիրո եւ հանդուրժողականության, այսպես իրանց ասած հեղափոխությունից ընդամենը 3-4 ամիս հետո։ Այսինքն որևէ նախանշան չկար, չէ՞ որ հասարակության մեջ սև ու սպիտակ կա։ Թվում էր բոլորը ժողովուրդը դուրս է եկել փողոց, որպիսի ավելի լավ կյանքի գնա եւ այլն, 4 ամիս հետո հանկարծ սև ու սպիտակը բաժանում։ Հանկարծ սկսում են թշնամիներ հասարակության մեջ, որովհետեւ հասարակության մեջ թշնամու կերպարի ստեղծումը բնականաբար բռնապետության հաստատման առաջին քայլն է։ Իսկ այն, որ նրանք ուզում են բռնապետություն ձևավորել, ավտորիտարիզմի վրա հիմնված տոտալիտար իշխանություն ձևավորել, սա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Բայց շատ լավ իրենց հաջողվեց այս ամենը, ինչու եմ ասում, որ ականատես կլինենք, որ երբ որ ինչ-որ իրադարձության ժամանակ հանրությունը լրագրող է տեսնում, այդպես իր հերթին ինչ բուրըն արձագանք հարձակումներ լրագրողների նկատմամբ։ Այսպես թշնամի են որպես դիտարկում լրագրողին։ Այնինչ եկեք ընդունենք, որ այսօր հենց լրագրողն է առաջին բարձրաձայնողը, հա, խնդիրների ու շատ հարցեր այսպես անլուծված կմնան, փակ կմնան, եթե լրագրողը տեղում չլինի, այդ խնդիրը չարձանագրի։ Ընդհանրապես 4-րդ իշխանությունը բոլոր, այսպես ասենք, քաղաքակիրթ հասարակություններում համարվում է 4-րդ իշխանություն եւ համարվում է այն ուժը, որը եթե իշխանության առաջին 3 ճյուղը օրենսդիրը, գործադիրը, դատականը իրար չեն հավասարակշռում, հակակշիռների մեխանիզմը չի աշխատում, 4-րդ իշխանությունը զանգվածային լրատվամիջոցները սկսում են բացահայտել այն թերությունները, որ կան 3 իշխանությունների մեջ։ Ցավոք սրտի, այսօր մեր հասարակության մեջ ավելի խորն է խնդիրը, չեմ ուզում ավելի խորը գնալ ֆինանսական միջոցների, ինքնուրույն միջոցների գեներացման հնարավորությունը ունեն այսօր զանգվածային լրատվամիջոցները, թե չէ։ Այսօր որևէ հետաքննություն, լրագրողական հետաքննություն, լրագրողական պարզ գործունեություն կարիք ունի ֆինանսական հիմքի։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք, այդ ֆինանսական հիմքերի խարխլմանն էին ուղղված Փաշինյանի իշխանության բոլոր քայլերը, սկսած տարբեր գովազդների սահմանափակումից, սկսած այն հնարավորությունները, որ նախկին հանցավոր ռեժիմները տվել էին լրատվամիջոցներին, այսինքն ձրի կամ սիմվոլիկ վճարով տարածքների տրամադրում։ Այսինքն այս պայմաններում իրենք գնացին առաջին քայլերը, դա ֆինանսական հիմքերի խարխլումն էր զանգվածային լրատվամիջոցների։ Երկրորդը օրենսդրորեն սահմանափակումը։ Հիշեք, սենց ասենք, նախկինների ամենավատ տարիներին որևէ լրագրող ազգային ժողովի շենքում տեղաշարժվելու սահմանափակում չուներ։ Այո։ Որևէ մեկը լրատվամիջոց չէր ասվել, որ այս քառակուսին է ձերը եւ այն օթիակն է ձերը։ Եվ օթիակն էլ հենց որ ինչ-որ մի բան պետքա նկարահանեն, անվտանգությունը ներխուժում է օթիակ։ Հասկանում եք, ես ինչ խայտառակություն է։ Բայց հասկանում եք նաև, որ սա պատահական քայլեր չեն։ Հասկանում եք, որ օրինակ այսօր, երբ որ եթերից զրկվել են H2-ը, Երկիր մեդիան, այսօր հանկարծ օթի մեջ, հանկարծ ինչ որ մի падգամավոր, ինչ է, Թագուի Ղազարյան եւ Սիսակ Գաբրիելյան, չէ՞, անուն ազգանունով այդ երկուսը։ Օրենք են բերում ազգային ժողով, որով եթերից զրկվելու է շողակաթ ընկերությունը։ Թվում է, թե շողակաթը, որ
քաղաքական որևէ եկեղեցու շուրջ է զարգացումների նայեք, նորից եմ ասում, հետևեք Մոլդովայում, Ուկրաինայում իրադարձություններին։ Ընտրություններից առաջ Մոլդովայում փակվեցին, արգելվեցին բոլոր անդիմադիր հեռուստաընկերությունների գործունեությունը։ Սահմանափակվեց ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը հանրապետությունում։ Սա պատահական չի, պատահական որևէ քայլ հանկարծ Սիսակ Գաբրիելյանի պայծառ ուղեղում փայլատակեց, որ շողակապը հոգևոր արժեք։ Այո, այսօրվա Ազատություն ռադիոկայանի կարծեմ լրագրողա չէ եղել դա։ Հայկ Կոնջորյանն էլ է, չէ լրագրող եղել։ Մեծ մասը ԿՊՄ լրագրողներ են եղել։ Այսինքն Բաբկեն Թունյանն էլ է, չէ կարծեմ լրագրող եղել։ Այսինքն հիմա սրանց որ հարցնես, տղեր, դուք ես ինչ եք անում։ Տղեր, դուք որ ծակից դուս եկաք, որ հայտնվեցիք ազգային ժողովում ու հիմա սենց օրինագծեր եք բերում։ Սրանք ինչ են պատասխանելու։ Սրանք ինչ որ պատասխան ունեն իրանց գործունեության։ Թե վերջում երբ որ գա բանի ժամանակը, թե ով ինչ է արել, այս խավարը վերջի վերջո ցանկացած իշխանություն ավարտ ունի։ Ցանկացած իշխանություն հենց որ դառնում է իշխանություն, մի բան է կանխատեսելի, այդ իշխանությունը ունի իր վերջին օրը։ Իսկ վերջին օրվա հաջորդ օրը շատ մարդիկ պետքա կանգնեն այդ սթափության օրը ու պատասխան տան, թե ես ինչ էի անում, լավ, այս տարիներին։ Ոնց որ Հիտլերից հետո մարդիկ մտածում էին Գերմանիայում, թե ես ինչ էի անում Հիտլերի ժամանակ։ Որոշները փորձում էին թաքցնել, որոշները ապաշխարում էին, հա։ Սրանք ինչ են անելու։ Իմ համար հարց է։ Այս լրագրող, նախկին լրագրող կոչվողները մանավանդ։ Պարոն Եսայան, եւ արդեն վերջում նաեւ կխնդրեմ կոնկրետ օրինակներով, այսպես մենք տեսանք, որ հենց ազգային ժողովի նախագահի ցուցումի հիման վրա հաղորդումը այսպես ասած կանգ է առել կարծես, բերման ենթարկվեցին Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Այն դեպքում, երբ որ նրանք արձագանքել էին ազգային ժողովի նախագահին, այսինքն նրա հայտարարությունները նրա կողմից հնչեցրել, նրանք էլ իրենց ուղիղ եթերում արձագանք էին տվել։ Ու առհասարակ այդ ոնց է ստացվում, որ նույն Ալեն Սիմոնյանի, երբ որ թքում է քաղաքացու վրա, իրավապահները դա չեն տեսնում, բայց նրա ցուցումին այսպես մեծ արձագանք են տալիս ու գնում են մարդկանց հետևից։ Չելոց մի քիչ առաջ, արդեն հաղորդումից առաջ երբ որ խոսում ենք, ԱԱԾ-ն է արձագանքում։ ԱԱԾ-ն Եթե խուլիգանության հոդված է, նույնիսկ մարդը ի պատասխան ինչ որ մի այլ անհատի ցանկացած բակ մտեք նման դեպքերը բազմաթիվ է, որը լուծվում է ընդամենը խոսելով, պարզաբանելով ինչ որ բաներով։ Չէ, մարդիկ հրահրում են, այս նորից եմ ասում, այս պատահական չի։ Սրանք կատարում են ամեն մեկը իր դերաբաշխումով որոշակի գործառույթ ունի կատարելու։ Այդ թվում այդ անձնավորությունը, որը նստած է ազգային ժողովի նախագահի բազկաթոռին։ Ինքը իր գործառույթը ունի, որը հաճույքով երջանկաբար կատարում է։ Կատարում է չմտածելով, որ գալու է այդ հաջորդ օրը, որ ինքը պատասխան է տալու, լավ, ես ինչի էի թքում քաղաքացու երեսին։ Լավ, ես ինչի էի հայհոյում սրան, ինչի էի հայհոյում նրան։ Լավ, ես վերջի վերջո, եթե ես անձնապես վիրավորված եմ, ինչի է ԱԱԾ-ն գնում իմ հանձնարարությամբ, ձեռքերը ոլորած, կռացրած լրագրողին ձերբակալում են, հետո կալանավորում են։ Լավ, այս ամեն ինչը ո՞նց է կատարվում։ Այս ամեն ինչի պատասխանը ո՞րն է լինելու։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, այս բոլոր sense ի վերջո մի լավ բան կա այս ամեն ինչի մեջ։ Այս ամեն ինչը ինտերնետում օր-օրի արձանագրված է, օր-օրի։ Եվ այս ամեն ինչը ոչ թե ասենք ինչ որ գաղտնալսումներ են սրա համար պետք, ինչ որ թաքնված տեսախցիկներ են պետք, մարդկանց անկողին է պետք, օրը ցերեկով Հանրապետության փողոցի վրա 50 կարմիր բերետավոր խփում են ազգային ժողովի падգամավորին եւ որոշ անբարոյական իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ասում են դե
ապացույցները չկան, կամ չենք տեսել դա, կամ չենք լսել այդ ձայնագրությունը։ Այսինքն, երբ որ պատասխան տալու ժամանակը գա, երբ որ ասեն, սա հրապարակվել է օրինակ 2022 թվականի այսինչ օրը, 26 թվականի այսինչ օրն է, մինչև 3 չի առաջի օրը դու զբաղեցնում էիր գլխավոր դատախազի արդարադատության նախարարի, ներքին գործերի նախարարի, ոստիկանության պետի, չեմ անում քննչական կոմիտեի նախագահի պաշտոն էի զբաղացնում։ Մարդկանց դեմքերը արձանագրված են, ձեռքը երևում է, խփել է երևում է։ Դու ինչի չես հարուցել քրեական գործ։ Ինչ պատասխան են տալու։ Ինձ էսա հետաքրքիր ընդհանրապես։ Կգտնեն պատասխան երևի թե։ Պատասխան տալը հրաման էի կատարում, ոնց որ ասում էին Նյուրնբերգում, որոշ հիտլերական գեներալներ, զինվորականներ, ես վստահ եմ, որ չի աշխատելու։ Ձեզ շնորհակալ եմ հետաքրքրությունից համար, պարոն Եսայան։ Հարգելի հաստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Բագրատ Եսայանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։